Մենք գրադարձանք ծերի հեռուստադիտողներ եւ օրը այսօր մշակութային է, որովհետեւ հենց այդպես է պետք ավարտել աշխատանքային շաբաթը։ Հուլիսի 15-ին եւ 16-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում կկայանա ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի պիեսի մոտիվներով բեմադրված Too Much Romantic ներկայացման առաջնախաղը։ 3 կին, 3 ժամադրություն, 1 ամուսնացած տղամարդ։ Եվ արդեն պարզ է դառնում, որ ամեն ինչ հարթ չի գնալու, իսկ թե ինչու, ինչպես եւ ինչ սպասել առաջնախաղին, կպատմեն մեր գեղեցկուհի հյուրերը։ Այս պարագայում 2 կին դերասանուհիներ Ելենա Վարդանյան եւ Թեհմինե Խաչատրյան։ Լույս առավոտի։ Բարև ձեզ աղջիկներ, հաճելի է, որ ձեր դրական էներգիան բերել եք վաղ առավոտյան մեր տաղավար ու մեր հեռուստադիտողին ենք փոխանցելու։ Ինչու է ընտրվել այս պիեսը։ Ինչու եք որոշել վերցնել այս ստեղծագործությունը, այս մոտիվը, որն է ոգեշնչման ճանապարհը։ Սկսենք։ Կարևորը սկսում ենք հայերեն։ Այդ հայերենի բաղով ուզում եմ։ Ամեն անգամ Ելենան ասում է, ես շատ գրական չեմ խոսում, ասում ես շատ գրական պետք է մեզ։ Պետք է մեզ հետ զրուցել, ինչպես ձեր տնեցիների հետ եք զրուցել։ Մեծ սիրով կփորձեմ, բայց ներողություն եմ խնդրում, երևի թե ռուսերենով ավելի արագ կստացվի, այո, ներկայացնել մեր ներկայացումը։ Երբ որ պարոն Շախվերդյանը ընտրեց այս պիեսը, մենք բոլորս շատ ուրախացանք, որովհետև հիմա շատ կարևոր է ինձ թվում մեր համար ու հանդիսատեսի համար ժպտալ։ Իսկ այդ պիեսը կոնկրետ ստեղծված է նրա համար, որ մենք մեր հանդիսատեսին պարգևենք, ճիշտ եմ Пարգևենք ժպիտ ուրախություն. Այո, я уже перешла на английский. Так вот, у Цицах, хочу сказать о том, что у нас работает огромная команда прекрасных людей над этим спектаклем, а именно художник, сценограф, это Ашот Тадевосян, наш замечательный художник, это художник по костюмам Юлия Финк, хореограф Нуне Карагосян, и, конечно же, да, прекрасная Юлия Финк. И хочу сказать огромное спасибо Сурену Шахвердяну за выбор этой пьесы, конечно же, за выбор этого прекрасного состава, потому что я обожаю моих коллег, с которыми работаю. И еще раз хочу сказать всей этой команде огромное спасибо, потому что для нас огромное удовольствие быть на нашей сцене, на сцене Русского театра и пытаться как-то дать человеку, который приходит к нам в театр, и улыбку, и счастье, и, конечно же, немножечко тему для размышления, а тема там огромная. Իհարկե Ելենան խոսեց այդ թիմի մասին ում հետ աշխատում եք, այդ շնորհակալ աշխատանքի մասին, կխնդրենք դուք ավելի մանրամասն ձեզ ինչ է բաժին հասել այդ դերում։ Ես խաղում եմ Ժանետը երրորդ կինն է, ով այցելում է մեր հերոսին։ Կուլմինացիան կարծես ձեր երրորդությունն է սիրում։ Գիտեք, ամեն տեսարանում ունի ինքը իր կուլմինացիան, որովհետև կարող է, այո, ամեն տեսարանը դա մի պատմություն է։ Եթե մենք վերցնեինք մի տեսարանը եւ զարգացնեինք Նիլ Սայմոնից ներողություն խնդրելով, կլիներ մի ամբողջ պիես, ամբողջական։ Ամեն տեսարանը այդպես է։ Մենք միասին չենք հանդիպում կանանցով երբեք։ Լավ է, թե չէ։ Այդարակություն կլիներ բեմում։ Չեմ կարծում։ Ինձ թվում ավելի շատ մեղք կլիներ մեր հերոսը պարագայում։ Այլ ինքն էր տուժելու։ Միայն ինքը կտուժեր։ Կերպարը շատ հետաքրքիր է, որովհետև այո, մենք ասացինք, որ ժանրը կոմեդիա է, այսինքն մենք ժպիտ ենք պարգևելու, բայց ես գտնում եմ, որ իմ հենց տեսարանը մի քիչ ավելի դրամատիկ է եւ Լենայի ասած այդ մտորումների պահն է, ինչպես պետք է ապրել կամ ինչպես շարունակել ապրել նման երևույթներից կամ կյանքի իրադարձություններից ելնելով։ Մեր պարագայում ես եւ հերոսը մենք իրար վաղուց ծանոթ ենք։ Եթե մինչ այդ բոլոր կերպարների հետ Էլեյնի կամ Բոբիի հետ նրանք ծանոթ չէին, մեր պարագայում մենք մտերիմներ ենք, ավելի ճիշտ վաղուց ընտանիքներով շփվում ենք, հանդիպում ենք, բայց երկուսս էլ ունենք նույն խնդիրները, երկուսս էլ ունենք խոսելու ցանկություն ու այդպես է ստացվում, որ մեր քիմիան այդ տեսարանով է գալիս, որ մենք երկուսս մեր սրտերը բացում ենք իրար առջև ու դա վերջին տեսարանն է։
մի քիչ իմ կոնկրետ իմ կերպարը դրամատիկ է, բայց կոմեդիայի պահը ապահովում է իմ խաղընկերը Արմանը Ղազարյան, այնպես որ Այն հետաքրքիր էր, ես ուզում եի հարցնել ով է հերոսը։ Հերոսը մեր Արմանն է Ղազարյան, Հայաստան Հանրապետության վաստակավոր արտիստ, իհարկե շատ հետաքրքիր է նրա հետ աշխատել։ Մեր առաջին աղջիկը կինը ով գալիս է նրան հյուր Աննան է Պուշկինա, ով այսօր մեզ հետ չի եկել մեզ հետ Ելենան Վարդանյան եւ ես։ Ելենա, դուք ում եք մարմնավորում, ձեր հերոսուհին ինչպեսին է։ Точно на меня совершенно не похожа, может быть, только смехом. Ее зовут Бобби. Она немножко наркоманка, немножко шизофреничка, немножко психопатка. Ամեն ինչից մի քիչ։ Да, Меланчис Микич, но очень светлый человек, светлый, жизнерадостный, жизнелюбивый. И приходит, наверное, просто провести там время, вернуть определенный долг. Շոու անի գնա։ Шоу Аныгина, как обычно, в принципе. Так оно и происходит. Ну, точно мы уверены, что... Ну, знаете, что очень важно в нашей профессии? Когда ты получаешь удовольствие на сцене от того, что ты делаешь, вот здесь есть уверенность в том, что зритель тоже это получит. Не потому, что ты великий артист или ты так хорошо все это делаешь. Нет, тут очень важно. Если ты, конечно же, не получаешь удовольствие, никто не получит. Ты получишь удовольствие, и тогда точно зрителю обеспечено хорошее настроение и прекрасное времяпровождение, что очень важно. По уходу из театра у него все-таки останутся определенные вопросы, ну или ответы на эти вопросы. Այսպիսով պետք է հորդորենք, որ հուլիսի 15-ին, 16-ին անպայման լինեք այս թատրոնին, գնեք տոմսերը ներկա եղեք, որովհետև կարող է ժամանակ չունենաք հասնելու sold out լինեք, կարծում եմ հաճախ են այդպես։ Кстати, уже այո, արդեն բավականաչափ շատ քիչ տեղեր են մնացել, այնպես որ իրոք շտապեք։ Իրականում ամեն մարդ պատահական չի հայտնվում, այս բոլոր կանայք ցույց են տալի, որ մեր կյանքում մարդիկ պատահական չեն հայտնվում, ամեն մեկը իր դերակատարումը ունենում է, թերևս նաև այդ բազմաշերտ, բազմազան կանանց մեջ էլ նրանք ամեն մեկը իր դերակատարումը ունենալու է այդ տղամարդու կյանքում։ Скорее всего, мы больше даем ему понимание, наверное, того, что все-таки лучше своей любимой женщины, жены и семьи нет ничего и никого. И когда... Вообще, знаете, с этими проблемами, ну, не то что проблемами, а ситуацией в жизни сталкиваются и женщины, и мужчины. Особенно, когда у человека брак на протяжении 20 лет там, и так далее. Всегда какой-то вопрос. Я не говорю, что кто-то кому-то изменяет. Нет, я не об этом. Но всегда у человека есть определенные вопросы в голове. А что было бы, если бы другой человек? Или так далее. Но тут очень важный момент, что режиссер приводит этот спектакль, эту пьесу, эту мысль именно к тому, что ничего нет важнее жены, семьи, детей, родных и близких. И ни одна красота, ни одно шоу, ничего не может встать выше того человека, которого ты когда-то в этой жизни выбрал и когда-то полюбил. Ոյ, գեղեցիկ ասացիք իսկապես շատ էս ժամանակակից աշխարհում, ժամանակակից տենդենսների մենք չենք կարող անգամ չասել, որ նաև պաշտոնական հրապարակված ամուսնալուծությունների եւ բաժանությունների թիվը ուղղակի սարսափեցնում է մարդկանց եւ իսկապես ես եւս այդ սերնդի ներկայացուցիչ լինելով հանդերձ մի ոդկաստ էի նայում, ասում եմ սովետական ժամանակահատվածում մարդիկ ամուսնանում էին, կյանքը միմյանց հետ հեշտ էր։ Այսինքն հեշտ մարդիկ ապրում են, հիմա կյանքը դարձել է շատ դժվար միմյանց հետ կիսելու տեսանկյունից եւ կարեւոր է որ ներկայացման մեջ գաղափարը այդպիսին է ճիշտ գաղափարով եւ գաղափարախոսությամբ ես դուրս գալի ինձ հետաքրքիր է ինչ այլ խաղացանկ ունի այս բանի թատրոնը ձեր թատրոնը շատ ավելի սպეციფიկ է որովհետեւ ռուսալեզու է բայց նաեւ այլ ընտրանքն է քանի որ մենք գիտենք որ շատ զբոսաշրջիկներ են այս ժամանակահատվածում գալիս լինում են այդպիսի նախադեպեր որ զբոսաշրջիկները գան եւ այդպես մտնեն թատրոն նայեն ներկայացումներ եւ ասեն որ վաու ինչպիսի հետաքրքիր ներկայացում Իհարկե լինում են, իհարկե։ Ասեմ ավելին, որ մենք ունենք այսպիսի կամերային փոքրիկ ներկայացումներ, որի հանդիսատեսը համարյա միշտ լինում են ռուսալեզու տուրիստները եւ այո, ռուս ազգի ներկայացուցիչներ, մենք ունեցել ենք ներկայացում այս վերջերս check-in love ներկայացումին, համարյա միշտ լինում են միայն տուրիստներ ու full դահլիճը միայն ռուս հանդիսատես է լինում։ Почему мы очень рады, потому что у нас в принципе Միայն ուտելով չենք էլի անդադարացում, լավ խոհանոցում ենք համեցեք, իրականում այդ մշակութային մասը եւ այդ նույն մասան նաեւ գալիս է մեծ դահլիճի ներկայացումներին բնականաբար միշտ։ У нас огромное количество наших любимых зрителей, у нас огромное количество
количество, как вы прекрасно знаете, замечательных спектаклей, замечательных каких-то происшествий, которые происходят у нас в театре, потому что у нас недавно состоялся... Արտավազդակից թատրոն են, կխնդրեմ, մեկ րոպե, մենք յամայի հյուրերն էլ առաջնախաղից առաջ, մենք այստեղ արտիստներին ունեցնենք, սքանչելի ներկայացում է իսկապես, քաղաքը խոսում էր, ոլորտի ներկայացուցիչները եւս այդ ներկայացումից, այո։ И, кстати, в совсем ближайшем будущем, раз уж речь зашла о наших гостях, которые приехали из других стран, у нас в театре ближе к сентябрю состоится премьера спектакля «Эмигранты» по пьесе Мрожика. Вот. Скобки не буду открывать, но обязательно мы придем к вам в эфир и расскажем о том, о чем мы будем говорить. Հյուրախաղերով հաճախ եք դրսում լինում։ Да. Որտեղ ռուսականն է, հայալեզու չէ, ավելի հասկանալի լեզվով է, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում կարծում եմ հրավիրված կլինեք։ Недавно мы приехали из Петербурга. Мы были на прекрасном фестивале. Мы были со спектаклем «Яма». В скором будущем у нас тоже есть огромное количество гастролей, что нас очень радует, потому что для каждого из нас, и для артистов, и для режиссеров, я убеждена в этом, что каждые эти гастроли, во-первых, являются огромным счастьем, потому что мы представляем нашу страну, наш флаг в других странах. И для нас это очень важное событие. Ну и как для артистов, я уверена более чем, что это для нас является определенным мастер-классом. Как себя заявить на другой публике, и особенно на той публике, на чьем языке мы говорим. Այդ դա ինձ հենց հետաքրքիր էր, իրենց արձագանքը ինչպիսին է, դա եթե էլի վերադառնում ենք այդ ստեղծագործությունը, դա այն ստեղծագործությունն է, որ դպրոցներում եւս անցնում են իրեն հարգող յուրաքանչյուր ռուս գոնե մեկ անգամ ինչ որ տողեր, այդպես ավելի պոպուլիզացված կարդացել ընթերցել է, իրենց արձագանքը ինչպիսին է լինում, երբ որ հայերը իրենց մայրենի լեզվով այդպես ներկայացում են, ապրում, խաղում, ներկայացնում։ Но это всегда полные залы, это всегда публика стоя аплодирует нам. Я вам более того скажу. Позапрошлом году до «Ямы» у нас был замечательный спектакль, и есть «Деньги, страсть, власть», поставленный Суреном Шахвердяном. Мы с этим замечательным спектаклем поехали на Чеховский фестиваль, на Платоновский фестиваль. То есть это были Москва, Воронеж, Екатеринбург и так далее. И так далее. 15 гастролей. И в течение 15 дней мы всегда сталкивались с огромными залами. Там, то есть речь идет более 500, 600 и 700 людей. И это все стоя, это все с аплодисментами, это все с огромной благодарностью. И независимо от того, русские, армяне или любой другой национальности, всегда то, что мы привозим за границу, это всегда воспринимается замечательно. То есть то, что мы счастливы нашим театром, нашими гастролями, это однозначно. Իմիջիայլոց ավելացնեմ, որ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում ենք լինում, վերջերս թատրոնը նույնպես մասնակցում էր փառատոնի Ռումինիայում, այնտեղ նույնպես շատ լավ է անցել ներկայացումը։ Это был прекрасный спектакль «Психоз». Он идет под сценой нашего театра на открытой новой площадке. Режиссер Сурен Шахвердян, актриса Анна Пушкина. Это моноспектакль. Еще Карен наша замечательно работает там. Замечательный спектакль, который, насколько мы знаем, прошел просто на ура в Румынии. Ամփոփելով ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ նորանոր այսպես հաջողված բեմադրություններ, իսկ առաջնախաղը կրկին հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ լինել է հուլիսի 15-ին եւ 16-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալ ենք օրը մեզ հետ սկսելու համար, ձեզ հաջողություն, հաշված օրեր են մնացել առաջնախաղին, վստահ եմ, որ այս ներկայացմանը եւս լեփլեցուն դահլիճներ են ձեզ սպասվում։ Спасибо. Շնորհակալ ենք։ Սիրով կհյուրընկալենք հաջորդ ձեր նախաձեռնությունների ժամանակ։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար, առջևում հանգստյան օրեր են, իսկ լույս առավոտին ավարտում է իր աշխատանքը։